Ինչ պետք է սկսել ամենասկզբում, որ ոչինչ չխանգարի վայելել ամանորը լիարժեք։ Այդ ինչ որ ասեցիք, սառնարները լիքն են։ Բեք չի լիքնել, սովետը չի, սովետը փլուզվել է արդեն, ամեն ինչ խարոտներ կան, խարոտները 24 ժամ աշխատում են, կարևոր չի այնքան լցնեք, որտեղ ինչքան տեսնակ այդքանը պիտի ուտեք։ Բերեք խոսքի մի օրվա, երկու օրվա ձեր սնունդը դրեք, որբեսի հագենակ այդ ինչ որ տեսնում եք, այսինքն թող սկզբից աչքը կշտանա, ոչ թե փորը։ Այդ խորհուրդը կդամ։ Այո, նաև ասենք սովորաբար մեծ չափաբաժիններով են պատրաստվում կանայք ամանորին եւ հետո այդ ամենը ուտելու խնդիր է առաջանում։ Մենք ափսոսում ենք թափել, չենք ափսոսում մեր սեփական որովայնը։ Իհարկե, այսինքն բեք չի սալատները գաստրոգո սարքել, բեք չի, չգիտեմ, պրինջիկները 300 400 սարքել, սարքեք մի օրվա, երկու օրվա համար, կարևոր չի, որտեղ նայեք, մթերքը փչանում է ինքը, նայեք, եթե դուք կարծում եք սառնանը դնելով ինքը չի փչանում, չէ, մթերքը փչանում է, ինչ որ բարունակում է մայոնեզ, ինչ որ բարունակում է ձեթերը, ինչ որ բարունակում է բրինձը, բանը, այդ դրանք փչանում են։ Այո։ 24 ժամից հետո չի այդ մթերքը, դաժե մթերքները, այդ բրինձը, բանը, այդ դրանք հետ եք տակացնում, ինքը արդեն մեջ մարեներ է աճում, եւ որ սառնանից անում եք դնում եք հետ եք տակացնում, այդ դրանը շատ ու դարձրեք, ավելաբա, նույն օրը եփեք, նույն օրն գերեք, այդ կանով համել քիչ կուտեք, շատ չեք սարքի այդ ամեն ինչը,